Համահայկական աշխարհագրական ասոցիացիան ներկայացնում է։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, առաջին ալիքի եթերում Հայաստանի ճամփեգով հեռուստահանդեսի 448-րդ թողարկումն է, որն ամբողջությամբ նվիրված է մայրաքաղաքի կարևոր մշակութային կառույցներից մեկին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանին։ Նախորդ ծրագրում մենք պատմեցինք Էրեբունի հնավայրի մասին։ Այսօր կշարունակենք ծանոթանալ պատմամշակութային համալիրին եւ ձեզ կներկայացնենք Էրեբունի արգելոց-թանգարանին նվիրված հեռուստաակնարկ։ Էրեբունի ամրոցը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում Արգիշտի առաջին արքայի կողմից, իսկ անվանումը նշանակում է հաղթանակ կամ ազատների քաղաք։ Ամրոցի գոյության մասին հայտնի է դարձել Արգիշտի առաջինի խորխորյան տարեգրությունից, ըստ որի շինարարության համար նա վերաբնակեցրել էր Խաթե և Ծուպանի երկրներից գերված 6600 զինվորների։ Ի տարբերություն հրարտական շատ քաղաքների Էրեբունին գիշերային գրոհով կամ սկյութական կամ ինչ որ ցեղերի գրոհով չի ավերվել, այլ կամաց կորցրել է իր նշանակությունը, բայց 6-րդ դարում մեր թվականությունից առաջ 6-րդ դարի վերջում կրկին նրա դերը բարձրացել է։ Այդ վկայում են Էրեբունի ամրոցի մերձակայքում հայտնաբերված արծաթե եղջերուգավաթները, Էրեբունի ամրոցի միջնաբերդի տարածքում կատարված հավանաբար Աքեմենյան շրջանին վերաբերող վերակառուցումները եւ իզուր չէ որ որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ 6-րդ դարի վերջում մեր թվականությունից առաջ 5-րդ դարում մեր թվականությունից առաջ Էրեբունին Երևանը կարող էր Աքեմենյան Պարսկաստանի հսկայական տերության 13-րդ սատրապության կենտրոնը լինել։ Էրեբունի ամրոցի անկումից հետո արժեքավոր շատ նմուշներ տեղափոխվել են Կարմիր Բլուր, ինչի շնորհիվ պահպանվել են եւ հետագայում հայտնաբերվել հնագետների կողմից։ Շատ հետաքրքիր է, որ ամենայն հավանականությամբ պատմական ինչ-ինչ անցուդարձերի հետևանքով Էրեբունիում պահպանվող Էրեբունի պալատական համալիրներում եւ այլն եւ ինտերիերի մաս կազմող վահանները, տարբեր իրեր, առարկաներ եւ այլն ամբողջը ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել է Թեշեբայինի այդ դղյակը եւ այնտեղ ենք որ պեղել հանել ենք այդ ամբողջը մեծ մասը դա այն նյութերն են որ ժամանակին եղել են Էրեբունիում եւ ըստ երևույթին այդ հրդեհի հետևանքով ավերման եւ այլն որ արդեն կոնսերվացվել է այդ ամեն ինչը այդտեղ մնացել է եւ չի դարել ավարի բաժին չեն տարել այս կոմենքով դա փրկել է որ այսօրվա պեղող հնագետը կամ ուսումնասիրողները կարողանան դա անել Վանի թագավորության շրջանի դեկորատիվ կիրառական արվեստի ընդհանրապես արվեստի մասին այդ պատկերագրված վահանները, կապարշները, հա, նետերը որ պահում են մեջ եւ նրանք զարդարված են, գոտիները եւ այլն մեծ քանակությամբ այնտեղ են գտնվել։ Եվ այդ դրանք նույնպես շատ կարևոր
տվյալներ են, շատ խոսուն տվյալներ են, որովհետեւ մենք կարողանանք ընթերցել այդ ժամանակվա աշխարհը եւ պատկերացում ունենալ այդ աշխարհի մասին։ Երևանի հարավ-արևմտյան ծայրամասում Հրազդան գետի ձախափին է գտնվում Կարմիր Բլուր հնավայրը, որի տարածքում մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում ուրարտական թագավոր Ռուսաբեի օրոք հիմնվել է Թեյշեբայինի Բերդամրոցը։ Այն նվիրված է եղել ռազմի ամպրոպի աստված Թեյշեբայինին։ Նրա մասին գրեթե ոչինչ հայտնի չէր մինչև 20-րդ դարի առաջին կեսը։ Երևանի պատմամշակութային արգելոց թանգարանի վարչական, իրավասության տակ է նաև Կարմիր Բլուրը իր ամբողջ տարածքով։ Ես Կարմիր Բլուրի մասին երբ որ խոսում ենք, մենք խոսում ենք Թեյշեբայինի քաղաքի մասին։ Այսինքն ըստ էության Երևանի մի զգալի հատվածը այն ժամանակներում դա նույնպես եղել է մի առանձին քաղաք, որը Երևանից մի քիչ ավելի երիտասարդ, այսինքն 7-րդ դարում է կառուցվել։ 1936 թվականին Հրազդան կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվեց սեպագիր արձանագրության մի հատված։ Երկրաբան Ձեմյոխինը ամրոցի հարավային լանջին գտնում է մի քարե բազալտի բեկոր, որը իր մեջ պարունակում էր սեպագիր արձանագրություն, որտեղ նշված էր Ռուսա երկրորդի անունը, որը որ հիմք է հանդիսանում հետագայում լայնամասշտաբ պեղումներ սկսելու համար այս տարածքում, եւ 1939 թվականին 3 արշավախումբ Պյատրովսկու գլխավորությամբ սկսում են այստեղ պեղումները, որոնք ընդմիջումներով շարունակվում են մինչև 1971 թվականը։ Կարմիր Բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939 թվականին Հայաստանի գիտությունների ակադեմիայի և Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից։ Այսօրվա Երևան քաղաքի տարբեր հատվածներում մենք ունեցել ենք Վանի թագավորության շրջանի երկու երևելի քաղաքներ։ Հիմա այդ Թեյշեբայինի մասին երբ որ մենք խոսում ենք, այնտեղ բացված պալատական համալիր եւ այլն, որը հիմա ծածկված է եւ ըստ էության Միջնաբերդը, մենք այնտեղ արդեն գործ ունենք դղյակի հետ, երկհարկանի դղյակի հետ, շատ հետաքրքիր կառույց է եւ Վանի թագավորության շրջանի հատկապես Ռուսայի կառուցապատման այդ սկզբունքներին համապատասխանող հետաքրքիր այդ օբյեկտը բացվել եւ այլն, եւ այնտեղ նաեւ կա այդ քաղաքային թաղամասը, որը քիչ ենք պեղել։ Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող բնակավայրի պեղումները պարզեցին ուրարտական հզոր թագավորներից մեկի Ռուսա երկրորդի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբայինի քաղաքի պատմությունը։ Նախ նշենք, որ ամրոցը ինքը երկհարկանի մոնումենտալ շինություն է, որի երկրորդ հարկը եղել է ավելի շատ ադմինիստրատիվ վարչական շենքը, իսկ առաջի հարկում եղել են պահեստանոց մթերանոցները, որտեղից հսկայածավալ թվով գտածոներ են գտնվել, թագավորների սաղավարտներ, վահաններ, սրեր, ոսկե ապարանջաններ, տարբեր չափսերի մեծ կարասներից սկսված տարբեր չափսերի անոթներ, գարեջրի պահպանման, հացահատիկի պահպանման։
Ասորական թագավոր Սարգոն II-ի դեպի Ուրարտու կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո ուրարտական թագավորներ Արգիշտի II-ն ու Ռուսա II-ը մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը եւ քաղաքական անկախությունը։ Նրանք երկրում մեծածավալ շինարարական աշխատանքներ նախաձեռնեցին, ստեղծեցին ամրոցներ, քաղաքներ, ռազմակայաններ եւ ջրանցքներ։ Բազմաշերտ է այնտեղ, եւ մենք այնտեղ եթե պեղենք, բացենք եւ այլն, Երևան քաղաքի տարածքում մենք ունենանք մթա 15-րդ դարից սկսած մի հատ բնակատեղի կյանքի պատմությունը վերականգնել, իր շինություններով, փողոցներով, արտադրական համալիրներով եւ այլն, եւ ոնց է ամեն անգամ, ասենք, նա փոխվել, վերափոխվել եւ այլն, հետո անի թակավորներն են եկել այդ տարածքը եւ այդ դրանց վրա կառուցել արդեն իրենց քաղաքային թաղամասը։ Քաղաքի մասին, քաղաքային բնակչության մասին, որը նույնպես տարբեր տեղերից վերած բնակիչներով է լցված եղել եւ այլն, ասենք այդ կառուցապատման սկզբունքները, այնտեղի տնտեսական եւ հասարակական կենցաղի մասին պատմող, կառույցներ, շենքեր, փողոցներ, մայթեր, չգիտեմ, ջրահեռացման համակարգեր եւ այլն, բոլորը այնտեղ կան։ Եթե մենք պեղենք, ինչ ասել է Վանի թագավորության շրջանի քաղաքը, որևէ տեղ մենք պեղված քաղաքային թաղամաս, որ կպատմի Վանի թագավորության շրջանի քաղաքային բնակչության մասին մենք չունենք։ Մենք ունենք միշտ արքաների կառուցած միջնաբերդերը, արքաների կառուցած պալատները, տաճարները, դրանց արտադրական համալիրները, դրանց մառանները, մի Արգիշտի խինիլիում ունենք, իհարկե ինչ որ բաներ բացված, բայց այդպես մաքուր քաղաքային թաղամաս, որը պարսպից դուրս է եւ մեծ տարածքներ զբաղեցնող պահպանվել է Թեշեբայինիում, որը մենք անվանում ենք Կարմիր Բլուր, ուղղակի այդ արդեն տեղի բնակչության անվանումն է։ Թեշեբայինին, սակայն, երկար կյանք չունեցավ։ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո ուրարտական պետությունը ենթարկվեց կործանիչ արշավախմբերի, միլիցիաների եւ բաբելոնցիների կողմից։ Ամրոցի մոտակայքում եղել է Չարբախ գյուղը եւ տեղի բնակիչները Կարմիր Բլուր են անվանել, ինչպես տեսնում եք, աղյուսի կարմիր գույնի համար, որը թշնամու արձակած կրակոցներից հետո է եղել, այսինքն այրվել է ամրոցը եւ այդպիսով ստացել է կարմիր գույնը։ Թեշեբայինիի հրկիզումից եւ կործանումից հետո կյանքն այստեղ այլևս չի վերականգնվել։ Քաղաքն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Ուրարտուի շատ բերդ ամրոցներում։ Տարածքում պեղումների առաջին իսկ օրերին բացվեց միջնաբերդի բազմաթիվ սենյակներից մեկը, որտեղից գտնվեցին մի շարք անոթներ։ Միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից եւ այլ սենյակներից։ Յուրաքանչյուր մառան պահեստարանում գտնվել են մոտ գինու 80 կարաս։ Պեղումների ընթացքում հայտնաբերված կավեսալնիկների եւ բազալտե քարերի վրայի սեպագիր արձանագրությունները հիմնականում վերաբերում են շինարարական աշխատանքներին եւ տնտեսական կյանքին։ Քաղաքի բնակելի տարածքի պեղումները լույս աշխարհ բերեցին ոչ միայն ուրարտական, այլև նախաուրարտական եւ վաղ հայկական մշակույթի հնագիտական շերտեր։ Կարմիր Բլուրի դերը վաղը չեմ իսօրը շատ մեծ կլինի, որտեղ ամբողջ հայկական լեռնաշխարհում մի քանի հուշարձան է պահպանվել Վանի թագավորության շրջանի, որտեղ դեռևս կան քաղաքային թաղամասի մասին կայող շերտեր։ Սովորաբար մարդը որ կապրի այնտեղ, ասենք օրինակի համար Վանում,
Պարբերաբար, հա, այդ տարածքները նորից են բնակեցվել, նորից են կառուցապատվել, եւ այն քաղաքային թաղամասերի մասն է խոսքը։ Այդ քաղաքային թաղամասերը չեն պահպանվել կամ շատ քիչ են պահպանվել։ Խոսքս Միջնաբերդի մասին չի եւ այլն։ Այդպես նաեւ տարբեր հուշարձաններում։ Նույնը նաեւ մենք ունենք Էրեբունի պարագայում։ Այսինքն այսօրվա Երևանը կամ տարիներ առաջվա 50 տարի առաջվա Երևանը կամ ավելի վաղ շրջանի Երևանը եւ այլն ըստ էության կերել տարել է այն տարածքը, որտեղ պետք է լիներ Էրեբունիի քաղաքային թաղամասերը։ Շատ քիչ բան մենք կարող ենք գտնել այսօրվա Երևանի տակ Էրեբունի քաղաքային թաղամասերից։ Իսկ Կարմիր Բլուրի պարագայում մենք դա ունենք։ Կարմիր Բլուրից հայտնաբերված հարուստ ու արժեքավոր նյութերն այսօր ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում, Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում եւ Սանկտ Պետերբուրգի պետական էրմիտաժում։ Էրեբունի արգելոց թանգարանը ստեղծվել է 1968 թվականին, ինչի համար հիմք են հանդիսացել Երևանի վարչական սահմաններում գտնվող 3 հնավայրերից՝ Արինբերդից, Կարմիր Բլուրից եւ Շենգավիթից հայտնաբերված գտածոները։ Սա Հայաստանի համար առաջի օրինակն է, երբ պեղված հուշարձանը թանգարանացվեց տարածքը, հուշարձանի տարածքը։ Այն չափով իշ չափով պահպանվել էր եւ այլն։ Այս առումով ասենք, եթե մենք ուզում ենք հաղորդակցվել մեր պատմամշակութային ժառանգության հետ, մեր պատմամշակութային ժառանգության առանձնահատկությունները տեսնել եւ այլն, ապա այս թանգարանի դերը շատ մեծ է։ Ասեմ, Հայաստանում չունենք, մեկ-երկու օրինակ ունենք, մեկ էլ մեծամորն է, որ քաղաքից դուրս է, եւ այստեղ թե մեր համար թե մեր երիտասարդության համար, թե այն գալիք սերունդների համար, թե Երևան մտնող օտարերկրացիների համար եւ այլն, դա շատ կարեւոր տեղ է, որովհետեւ առնչվեն այն անցած գնացած ժամանակների հզորագույն մշակույթին, որի մի երևելի օրինակը ունենք հենց Ինքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների տեսքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը Արա Հարությունյանը։ Վերջինս 1970 թվականին թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության ճարտարապետների միության դիպլոմի։ Շենքի մուտքը հսկում են դիցաբանական կերպարներ մարմնավորող քանդակները։ թվականին թանգարանի դիմացի պուրակում տեղադրվեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած Արգիշտի արքայի արձանը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Արզումանյանը, Բաղդասար Արզումանյանը եւ քանդակագործ Արա Հարությունյանը։ Խորհրդային տարիներին ապրած մարդ եմ, եւ երբ որևէ իմ գործընկերոջ հետ հանդիպում եմ ու ասում եմ, դու գիտես, որ Երևանը սովետական միության ամենահին քաղաքն է։ Դրանից ավելի մեծ հպարտություն, փաստված քաղաք է, ավելի մեծ հպարտություն, ուրախություն չկար։ Ընդ մենք կրկնում ենք Երևանը 49 տարով մեծ է Հռոմից, դա էլ մեր ներքին փոքր ազգի, փոքր հանրույթի ուրախություն է, բայց դա փաստ է։ Եվ որ Էրեբունին դեռևս մեծագույն դեր ունի կատարելու մեր պատմության մեջ, միանշանակ չեմ կասկածում, բայց խնդիր ունենք արդեն մենք ինքներս, յուրաքանչյուր մեր սերունդը, երիտասարդ սերունդը, եկող նոր սերունդը,
ինչպես պահպանել ամրոցը, ինչպես այն անցալել որպես իր պատմության, իր ինքնության մի մասը, որը շատերս այսօր ցավոք այսպես առօրեական ենք դարձել։ Երբ մենք կհասկանանք, թե ինչպիսի մեծ արժեք ունենք, ապա կարծում եմ, որ Էրեբունին իր ամենաարժանագույն տեղը կզբաղեցնի պատմամշակութային ժառանգության մեջ։